Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր խոսանք Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, ադրբեջանական բլոգերներ եւ Իլհամ Ալիև, իհարկե։ Ինչու՞, քանի որ նա Հայաստանի Հանրապետության վերաբերյալ արել է մի շարք հայտարարություններ։ Հիմա սկսեմ ես թեթև սոլիկից Արսեն Թորոսյանից։ Տեսնենք ինչ ասում Արսեն Թորոսյանը, խնդրեմ։ Բարելույս բարեկամներ, մինչև վազելու գնալս ձեզ հետ որոշեցի կիսվել մի տեղեկատվության, որը ձեզ շատ է պետք գալու ընտրություններին որոշում կայացնելիս, եկեք նայենք այս տեսահոլովակը։ Բարև ձեզ։ Ձեր ինչ էր։ Տնունք։ Խաչը բերել եք։ Հա։ Եկեք։ Շատ շոկա։ Շաբաթ կիրակի չգնանք Սելան։ Հիմա բոլոր տեղերն արդեն զբաղված կլինեն։ Զանգի Շորժայի հյուրանոց ռեզերվ անեմ։ Salam, Şorja Spa otel kompleksinden ben Aynur, hoş geldiniz. Աչքի Շորժան իրոք զբաղված է։ Ուրեմն սա պատիվ ունեմ կոչվող դաշինքի, որը ըստ էության Սերժ Սարգսյանի գլխավորած նույն հանրապետական կուսակցությունն է նախընտրական տեսանյութերից է 2021 թվականի ընտրություններին, որը ահաբեկում էր մեր ժողովրդին հետևել տրամաբանությամբ, որ եթե ընտրվի քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովում մեծամասնություն կազմի, ապա Հայաստանը բնակեցվելու է ադրբեջանցիներով, հայերը դառնալու են փոքրամասնություն, ինչ որ նամազներ են կարդալու, բոլոր տեղերում ադրբեջաներեն են խոսելու, ինչը ինչպես տեսնում եք տեղի չի ունեցել եւ չի էլ տեղի ունենալու եւ չէր կարող տեղի ունենալ, բայց գործելավոճը Թույլիկ Հայաստան կուսակցության, որը իրենց ուժեղ են համարում, լրիվ նույնն է, ամբողջությամբ տեղեկատվական տերոր, անհեթեթ 300,000 ադրբեջանցիների թեզ, ահաբեկում մեր քաղաքացիների, որպեսզի նրանք ահաբեկված նախ ապա կողմնորոշվեն եւ ոչ էլ ուզենան ընդհանրապես գնալ ընտրությունների կամ էլ ընտրեն իրենց, որտեղ իրենք իբր թե պայքարում են ինչ որ հիպոթետիկ 300,000 ադրբեջանցիների դեմ։ Լավ, եթե նույնիսկ այդպիսի պլաններ կար, ում էինք սպասում այս 5 տարի։ Ձեզ սպասում ենք, որ նրանք գան փրկեն հայ ժողովրդին, մենք էլ տենց բան ընտրություններից է կախված իրանց բերելը։ Ինչքան կարելի է անհեթեթ լինել եւ վերաբերվել մեր ժողովրդին որպես իրանց նման անհեթեթ մարդկանց։ Մեր ժողովուրդը իմաստուն է, իրանց նման անհեթեթ չի եւ հասկանում է իրականությունը որն է եւ տարբերում է թացը չորից։ Այնպես որ սիրելիներս մի տրվեք այս մանիպուլյացիաներին եւ տեղեկատվական տերորին, այս հիբրիդային պատերազմին եւ կատարեք ձեր ընտրությունը 2026-ին քվեարկելով 16-ին լավ եղեք սիրում բոլորիդ։ Արսեն Թորոսյան, երբ ես եղել վերջի անգամ քաղաքում, ու կառավարության շենքը չես հետում, չնայած երբ եթաս որ ազիվ ագնոստները, գիտեպ ագնոստերիդ վերաբերել, ագնոստները դիր, բայց խոշորացույցերը մի քիչ ավելացրա, իջի հրապարակ, տես ադրբեջանցիները եկել են, թե չէ։ Իդեպ ասեմ, այդ ձեր պարադը, որ կազմակերպել եք, լիք ադրբեջանցիներ կային։ Մենակ չասեք, որ Պարսկաստանի ադրբեջանցիներն էին դրանք։ Ես դրանց լեքսիկոնը լավ եմ հասկանում, նրանք ընդից են, թե ընդից չեն։ Հենց որ ժողովրդին լոլո մի փչի։ 21 թվականին Սերժ Սարգսյանը սենց բան են արել։ Էդի հենց 21 թվին արել են, բայց դա իրականությունն է մոտ ապագայում Արսեն Թորոսյան։ Հենց որ չփորձես ազգին խապես, տես ինչքան հանգիստ եմ խոսում, քան որ արդեն ներվերս խախտվել է ձեր բոլորի ռոժները տենալով, ձեր սուտասան աշկերի մեջ նայելով։ Հիմա սիրելի բարեկամներ, հարց Նիկոլ Փաշինյանին։ Մի քանի հատ հարց ունեմ, ասես մեկ ու մեջ կտամ։ Նիկոլ Փաշինյան, այն որ ասում եք, եթե Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի լինի, որ ասի հրաժարական, ու ես հրաժարական եմ տալու։ Հիմա սիրելի բարեկամներ, տեսեք ինչ են ասե ոնց են եղել Քարոզ արշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս տեսահոլովակները, խնդրեմ։
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Պատերազմում որդուն Սարգիս Ղուկասյանին եւ թոռանը Արման Ղուկասյանին կորցրած կինը Մարիամ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի համար սև սիրտ էր բերել, սակայն ոստիկանները հուզված կնոջը թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին։ Իմ նման սքվորները սիրտ չունեն իրա, օրանժվի սրտիկները բերում այս տարածքը իմ երեխեքը։ Երկու իմ Արմանը լուսի նման իմ թագավոր տղեն գնաց իր երեխու հետ միասին զոհվավ տարավ հաստրեց Ջաբրայելի երեխեքին ինչի տարար ինչի իմ տունը քանդեցիր այ ոչ ու ոչ այ թուրքի հպատակ Նյուզեեմի հետ զրույցում կինն ասել է, որ ինքը Արսեն Ղուկասյանի մայրն է։ Արսեն Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով, սահմանվել էր տնային կալանք, 1 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Դեկտեմբերին դատարանը վերացրել էր տնային կալանքը, թողնելով գրավը եւ բացակայելու արգելքը։ Ես այս տարածքի բնակիչ եմ։ Այ 8-րդ շենքի բնակիչ եմ, բարձրահարկ շենքի 74 տվից ստեղ եմ ապրում, իրավաբան ամուսին ունեի ջահել մահացավ, երեխես ու թորս կորան, ես ինչ ստեղ տամ իմ գլխին նայես, ինչ ստեղ սիրտը, ինչ անեմ, ինչ հախոսում են, ինչ հաչացում Սիրելի արաբկերտցիներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, քաղաքական թիվը է ողջունում բոլորին։ Մենք եկել ենք ձեզ նախարտահայտելու մեր սերն ու հարգանքը ապա եւ դեսպոտ անելու որ մեր երկրի որ մեր տեխնազուն է թույլ տալը միան իշնի այդ մագարտագին իրա լեքսիկոնով խոսա Գագիկ Սարուգյանի տաղուն է բերեն Բելարուսից ինքը չի կրնում Արարատից կամ Արտաշատից իրա տաղուն բերե Աշոտիկին չի կրնում տուն բերե իրականական չի կրնում բերե տուն Գագոյ տաղուն ոնց պետք է բերե Հայաստան Ըմբեսո թողին կետա իր ընտանիքի մասին մտածոր սա ցախուն են եղել Տեսակ Նիկոլ Փաշինյան իսկ ես մեր եղբայրը որ ասում է որ պիտի ես շատ գեմ երեխուն պիտի ուրդից բերես բան քո ընտանիքի տիրությունները հոմ չի խափում, թե խափում է, բա այս երիտասարդը ով է պիվացախող երիտասարդը ով է Նիկոլ Փաշինյան, Աշոտիկը չի։ Ինձ հետաքրքիր է, ի՞նչն է գտել իմաստը, որպես վարչապետի, այն էլ կապիտուլյան, հող ծախող, տղա կանգնել եք ազատ ու պիվա եք վաճառում։ Մասնավոր տարածք սեփական տարածք չէ, բայց որ դուրս կա ոստիկանություն կզանգեմ էլի։ Հա, դուք այդպես ոստիկանությունով եք վախացնում մարդկանց։ Չեմ վախացնում, մասնավոր տարածքը իրավունքը տենց է։ Հա, այդպես է։ Իդեպ ասեմ, ամբողջովին հարգանքով ձեր որդուն, ես ընտանիքի մեջ չեմ մտնում, բայց միակ մարդն էր, որ հասկացավ, թե դու ով ես, Նիկոլ։ Ես դա ասում եմ ամբողջովին լուրջ եւ անկեղծ։ Հիմա Նիկոլ Փաշինյան, այդ երեխաները, այդ տատիկը, որ տենց ողբում է, դրա մեղքը ամբողջովին քո վիզն է։ Դու խափելով եկար իշխանության ժողովրդին, ասել որ դու ժողովրդավար ես, ու միտքում հեղափոխություն արեցիր։ Հետո գնացիր Արցախ, գնացիր Շուշի, ոգևորեցիր ազգին, ու թուրքերին ասիր վախտնա, էփել եմ, հարձակվեք։ Թուրքերը հարձակվան ու դուք դաժանաբար դավաճանեցիք։ Այդ որ ասես, որտեղ կա 5000 հոգի, որտեղ կա 5000 հոգի չի, ախպեր ջան, 5000 չի։ Մի քանի հոգի է, բայց ինչի, իմաստը։ Քո աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյան։ Այս Քոչարին անտերը պարա, այդ որ այնտեղ պարել ես այդ մեր Քոչարին, ինչի համար պարեցիր, վերջում ասիր դժգույն քաղաք է Շուշին, որ գնացիր չպարեիր եղբայր, ասիր դժգույն քաղաք է սա։ Ազգեկետի կջոգեր ու միանգամից կաներեն ինչ պիտի անի քո հետ շուտով։ Խնդրեմ, տեսահոլովակ հիշենք։ Ասում են Շուշին ծախել են։ Ո՞վ է ծախել Շուշին։ Որովհետև Շուշին մի դժբախտ
դժգույն քաղաք էր, մեզ պետք է Դու ես չէ, պարոն Նիկոլ Փաշինյան, դու ես չէ խոսում։ Այս ամեն ինչի համար պատասխան ես տալու։ Դες այսօր խոսում եմ առանց էմոցիաների։ Ալեն Սիմոնյանը նախ արդեն անցել է չափերը, ինքն չգիտի ինչ անում։ Երեկվա այդ դեբատները ընտրական, նախընտրական ներողություն, այդ դեբատները լրիվ խայտարակություն էր, մեկը մեկին չի լսում։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ դեբատների ժամանակ բաժանված է կլանների։ Զռմա, էլի, ասենք խոսքի սրանք Նիկոլական Թևեն, սրանք Ռոբերտ Քոչարյանի պատժկանողներն են, սա Գագիկ Ծառուկյանն է, այնտեղ մենակ ուժեղ Հայաստանը, սուս նստել էր, մնացած է բևեր, մևեր, հետո որ կան, սա սենց մեկը մեկի հետ այսպես շղթաձև, մեկը մեկի հետ փոխկապացված են։ Ու այդ կապիկ շոուն, որ անում են, բայց այդ շոուն անելուց սրանք անգամ այդտեղ գծեր չունեն։ Արդեն Ալեն Սիմոնյանը կոնկրետ սպառնալիք անում ընդդիմությանը։ Մատա թափ տալի, հետո այնտեղ հրճվում է, էլի բոլորը իրան են ասում։ Ալեն Սիմոնյան, դերասան դառնայիր, ես կան ուշադրության չէիր արժանանա։ Լավ գտել ես տեղդ, դրա համար է հրճվում ես։ Հիմա տեսնենք ինչ է եղել, սիրելի բարեկամներ։ Հայոց սպառնում են, լսեք, դուք էլ ծառուկանն եք, կմատը թափ չտասին վրա, կմատը Անջատեք։ Լավ, հասկացանք համ մատ չի տախտա։ Պարոն Սիմոնյան։ Ապրեք։ Չեղավ։ Այդ տղա։ Չեղավ, պարոն Սիմոնյան։ Տղեն դու ես ինքը վերջ։ Պարոն Սիմոնյան, չեք տեսնում ինձ։ Տեսեք։ Չապերիտ մեջ մենք կմնանք չապերի մեջ, ես ու Տաթև Դանիելյանը կմնանք։ Ալեն Սիմոնյան, ինչու ես մատ թափահարում ընդդիմության վրա կամ ինչ է նշանակում սպառնում է։ Այդ յանիչարների դիր կողքի, յանիչարների։ Ասա ես տղա եմ, եթե կան դուխը թերիկ անում է, դուխով գլխարկ չես դրի Ալեն։ Իրար հետ, ես ու դու։ Մատը դու նշի, որ երկրում ուզում ես։ Այդտեղ հանդիպեք տղավարի խոսանք, եթե վրիցը տղու հոտ գալիս է գոնե։ Սպասում եմ արձագանքիդ, Ալեն Սիմոնյան։ Ալեն Սիմոնյանը հավաքել է երիտասարդությանը, մեծամասնություն աղջիկ երեխաներ եւ կարդում է իրեն հերթական լոլոն։ Տեսնենք ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, խնդրեմ։ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է։ Բայց դուք պետք է այդ շանսը ունենաք այդ անցողիկությունը ապահովելու։ Այսօր այդ շանսը, այդ հնարավորությունը տալիս ենք միայն մենք։ Ես դա ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասում եմ։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասում եմ։ Կամ դուք մտնելու եք պատերազմի, մենք մտնելու ենք պատերազմի փուլի մեջ, կամ մենք շարունակելու ենք ապրել, բաներին, պաշտոնյաներին կֆրտել, Facebook ունենալ, ինտերնետ ունենալ, ազատ շրջագայել։ Կամ մենք մեր դասարանցիներին, մեր դասարանի տղեկին ուղարկելու ենք հերթական 44 օրյա պատերազմի մեջ։ Ես ձեզ 100% դա վստահեցնում եմ։ Այս անգամ Ղարաբաղի համար չէ, Տավուշի համար եւ մնացած մարզերի համար։ Ես դա ձեզ խոստովանում եմ 100% ասում եմ։ Այլընտրանքը այսօրվա 2026 թվականի Ուկրաինա-ռուսական պատերազմի, ԱՄՆ-Իրան պատերազմի, Ադրբեջան-Հայաստան նախաստորագրված փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է։ Ես ձեզ դա միանշանակ եմ ասում։ Հանկարծ չկասկածեք դրա մեջ, հանկարծ չկասկածեք, որ այլընտրանք կա։ Ալեն Սիմոնյան, ինչ ես ասում։ Պատերազմ կլինի, սա կլինի։ Պատերազմ կլինի։ Այո, կլինի պատերազմ, համաձայն եմ քո հետ։ Գիտես երբ կլինի պատերազմ։ Երբ որ հայը ասի, որ նա հայ է։ Իսկ եթե նա ասի նա ստրուկ է, նա ոչ մի բան է, ոնց որ դուք եք ասում,
կզում եք, ոչ մի պատերազմի չի լինի, բայց ես վստահ եմ, որ դուք հեսա կմաքրվեք, հունիսի 7-ից հետո ընտրություններից հետո, իսկ հայկասիրի խոսքը, եթե ադրբեջանցիներն տղա են, թող ասեն պատերազմի մասին խոսան։ Մենք կարող է ադրբեջանցիների չափ զենք չունենք, Ալեն Սիմոնյան, բայց մենք հայի ոգի ունենք, հիշի դա։ Դե դու 300 սպարտանեցների մասին չես տեսել։ Դե որ կարդաս կհասկանաս ինչ է նշանակում մարտական ոգի։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք ինչ է ասում Ալիևը, խնդրեմ։ Բաքվում պատրաստվում են պաշտոնապես անվանափոխել նախագիծը, որը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդների Վաշինգտոնյան հանդիպումից ստացավ Թրամփի ուղի անվանումը։ Նախագիծը մտադիր են կոչել Իլհամ Ալիևի անվան Զանգեզուրի միջանցք։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, եթե սա կատակ չէ, ապա ով է դրա հեղինակը եւ ինչ մտադրություն կա։ Տարօրինակ է, բայց կատակ չէ։ Այսօր Բաքվում կայացել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանի հատուկ նիստ, որը վերաբերվել է Վաշինգտոնյան այդ համաձայնություններին եւ թեման այդ նիստի անվանումը արդեն ինքնին խոսում է, այն կոչվում է իմաստուն առաջնորդի խաղաղ դիվանագիտության տրիումֆը։ Եվ այդ նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Սաբիհա Գաֆարովան ասել է, որ հասնելով Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը մեծ առաջնորդ Իլհամ Ալիևը պատմություն է կերտում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։ Բայց շատ ավելի հեռու է գնացել իշխանամետ պատգամավոր Ալի Ահմեդովը, ով առաջարկել է այդ Զանգեզուրի միջանցք կոչված նախագիծը վերանվանել եւ կոչել այսուհետ Իլհամ Ալիևի անունով։ Մեջբերեմ նրա խոսքերը, ինչպես Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթատարն է կրում Հեյդար Ալիևի անունը, այդպես էլ Զանգեզուրի միջանցքը այսուհետ պետք է կոչենք Իլհամ Ալիևի անունով։ Նշեմ, որ սա իհարկե մասնավոր նախաձեռնություն չէ, քանի որ Ալի Ահմեդովը շարքային պատգամավոր չէ, նա Ադրբեջանի խորհրդարանի երկրորդ դեմքն է, նախագահի առաջին տեղակալն է եւ Ադրբեջանի վարչապետի նախկին առաջին տեղակալն է, իշխող կուսակցության գլխավոր գաղափարախոսներից մեկն է։ Այսինքն պարզ է, որ հող է նախապատրաստվում, որպեսզի պաշտոնապես այդ նախագիծը վերանվանվի եւ կոչվի Իլհամ Ալիևի անունով։ Այդ ամենը կարծում եմ պետք է որ նկատեն Վաշինգտոնում, քանի որ դա ըստ էության մարտահրավեր է ուղղված Վաշինգտոնին։ Ամերիկացի դիվանագետների նախաձեռնությամբ, որպեսզի հնարավոր լինի խուսափել այսուհետ Հայաստանի համար անընդունելի Զանգեզուրի միջանցք բառակապակցությունից, առաջարկվել էր կոչել այդ նախագիծը Թրամփի ուղի։ Եվ կարծես թե կոնսենսուս կար այս հարցի վերաբերյալ, ադրբեջանցիները կարծես թե ընդունել էին։ Հակառակ դրան Ադրբեջանում ոչ միայն շարունակում են անվանել այդ նախագիծը Զանգեզուրի միջանցք, այլ նաև արդեն Թրամփի անունն են ուզում հանել եւ կոչել իրենց իմաստուն առաջնորդի անունով, եւ այդ իմաստուն առաջնորդը շարունակում է անձամբ սադրիչ հայտարարություններով հանդես գալ։ Օրինակ այսօր Իլհամ Ալիևը իր ողջունի խոսքներ ուղղել Բաքվում իր աշխատանքը սկսած հերթական միջազգային ֆորումին եւ այդ ֆորումում ելույթում ասել էր բառացիորեն հետեւյալը, մեջբերում եմ. Շնորհիվ Զանգեզուրի միջանցքի Ադրբեջանը, որը գտնվում է արևմուտք արևելք հարավ հյուսիս խաչմերուկում, դառնում է կարևորագույն տրանսպորտալոգիստական հանգույցներից մեկը ողջ Եվրասիայում։ Այսինքն ոչ մի հիշատակում այն մասին, որ այն ինչ ինքը կոչվում է Զանգեզուրի միջանցք, իրականում անցնում է ոչ թե Ադրբեջանի, այլ հարևան Հայաստանի տարածքով, կարող է տպավորություն ստեղծվել, որ Զանգեզուրի մասին խոսելիս Իլհամ Ալիևը նկատի ունի սեփական երկրի տարածքը, այլ ոչ թե Հայաստանի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը անպայման կառուցվելու է։ Այս հայտարարությունը նա արել է Բաքվի էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։ Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ, ներդրումներ կատարելով երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքներում։ Զանգեզուրի միջանցքը, որը դառնալու է արևելք-արևմուտք միջանցքի եւս մեկ ճյուղ, անպայման կառուցվելու է համաձայն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմ միջև ստորագրված փաստաթղթի, ասել է։ Այսօր Ադրբեջանի տարածքի յուրաքանչյուր թիզը մեր վերահսկողության տակ է, ձեռք բերված խաղաղությունը մեր պայմաններով է։ Այսուհետև ոչ ոք չի կարող մեզ հանել այստեղից։ Ընդամենը 44 օրում մենք ստիպեցինք Հայաստանին ստորագրել կապիտուլյացիայի ակտը։ Հայկական բանակը լիովին ոչնչացվեց, թշնամին վտարվեց մեր հողից։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղություն է հաստատված։
Այսօր Ադրբեջանի տարածք Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջոցներ, ներդրումներ կատարելով երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքներում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի եւս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակ Տրիմպի ուղին էլ արդեն Տրիմպի ուղի չի, Զանգեզուրի միջանցքը կոչվում է Իլհամ Ալիևի անունով։ Ում չենք ստում։ Այ հիմա եթե Ալեն Սիմոնյան սրա դեմը չառնես, լինելու չէ պատերազմ, բայց որ ասես այդ Զանգեզուրի միջանցքը Իլհամ Ալիևի անունով է, Երևանի պրոսպեկտը Գեյդար Ալիևի անունով է, մանումենտի Մայր Հայաստանի արձանը, որ հանես դնես Միխլիբամ Ալիևային, պատերազմ չի լինի, խիպտիլի, հով նրանք հիմար չեն անեն։ Էդ է քո առաջարկածը, Ալեն Սիմոնյան։ Սիրելի բարեկամներ, ես հիմա տեղադրեմ տեսանյութեր, ինչպես իրենց շատ ճանաչված եւ մեծ էլեկտորատ ունեցող բլոգերը անում է ռեկլամ Նիկոլ Փաշինյանի։ Այդ թողի Արտուր Ֆարմանյանն անեն, խիչ են անում, որ խնդրեմ։ Зона номер 4. Никол Воваевич Пашинян. Да, странноватый, конечно, человек, но, по крайней мере, душевный. Ездит, пирожки кушает, чурчхелу, близок к народу, его не очень любят, с ним дерутся в церквях, он играет на барабанных, от него уходит жена, своя у него история, там Карабахская война, в которой он вроде и принимал участие, и воевал, и говорил, Карабах он армянский, а потом он стал азербайджанский, в общем, чего только не было. Но факт остается фактом. Из всех 4 кандидатур это единственная кандидатура, которая сохранит мир в регионе. Все остальные либо пойдут под Россию, либо пойдут непонятно куда и приведут непонятно к чему. Пашинян это действительно будущее Армении. Человек откровенный, какой есть. Он, по крайней мере, самый простой и самый легкодоступный. На него даже можно поорать, покричать, покритиковать. Вот происходит такое. Поэтому я бы вам дал совет голосовать за Пашиняна. Потому что он настоящий. В отличие от этих вот товарищей миллиардеров, он обычный, настоящий человек. И самый молодой из них, ему 50 лет. Так что вот так делайте вывод, мои хорошие. Удачи вам. Ну и своим подписчикам еще раз советую голосовать за Никола Воваевича Пашиняна. Потому что из всех, скажем так, кандидатур он наиболее правильная, подходящая и идущая все-таки к миру, а не к каким-то мифическим обещаниям, там, золотые реки, там, я не знаю, мармеладные берега не обещает, а просто будет строить экономику Армении, развивать ее, и добрососедство будет, понимаете? Иначе опять вы будете закрытой страной, опять турки плохие, мы плохие, все плохие. Ну, думайте, сами решайте, да сердцем решайте. Чего вы хотите для своих детей? Какого будущего? Опять 3, 4, 5, 10 Яраблур? Или хотите мира, счастья, здоровья, дипломатии? Думайте, это ваше будущее, армяне. Выбирайте свое будущее правильным. Вам мой совет. И голосуйте только за единство нормального кандидата. И это Никол Воваевич Пашинян. Из всех он сам. Տեսակ, թշնամի պետության հանրաճանաչ բլոգերը հորդորում է, կոչ է անում հայ ազգին եւ իրեն հետևորդներին ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դավաճանությունը հոմ կոչով ու պոզով չի լինում, սիրելի բարեկամներ։ Մեկնաբանեք, վերլուծեք ինքներդ։ Իսկ հիմա նրա մասին, ինչը որ ես ձեզ 3 խոսք էի թվել, իմ 2 հայտարարության վերաբերյալ։ Հայտարարություն համար առաջին, սիրելի բարեկամներ, իշխանություն դուք էլ դա լսեք, դա ձեզ պետք է գալ։ Եթե հանգարց խախտեցին օրենքները, եթե հանգարց իրենք խարդախություն արեցին ընտրությունների մեջ եւ վերարտադրվեցին, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հայտարարելու է համազգային ազատագրական շարժման մասին, որը որ մենք պետք է ազատենք մեր երկիրը թշնամուց։ Պարզ։ Բայց դա չի նշանակում, որ լինելու են անօրինակ քայլեր։ Օրենքի դեմ քայլեր չեն լինում, քանի որ ոչ թե մենք վախենում ենք,
այլ դա ավելի շատ վնաս կբերի Հայաստանից Հանրապետություն։ Ամեն ինչ կլինի ազգի որոշումով, ազգի քայլեր անելով եւ մեր պահանջները ներկայացնելով իշխանություններին։ Ազգը միաբանվեց, ամեն ինչ կստացվի։ Եվ հայտարարություն համար 2։ Վաղը հունիսի 3-ին ժամը 19:00-ին ովքեր կարող են գալ Հանրապետության հրապարակ, մեր լեզվով ասեմ, Լենինի հրապարակ, ես լինելու եմ այնտեղ, մեծ հաճույքով ձեզ հետ կհանդիպեմ եւ կլսեմ ձեր կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։ Հանրահավաքը կազմակերպում է Ուժեղ Հայաստան դաշինք։ Սամվել Կարապետյան։ Սիրելի բարեկամներ, այս համարով դուք կարող եք գրել WhatsApp-ին, ձեզ կպատասխանեն, կասեն ես որտեղ եմ, ձեզ կուղեկցեն մեզ մոտ։ Զանգեր չի ընդունվում, միայն կարող եք գրել։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, առջևում ընտրություններն են հունիսի 7-ին 2026 թվականին պետք է արվի ընդամենը մի բան՝ մերժել համար 16-ին, քանդիր պետության կուսակցությանը Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ 300,000 Ադրբեջանը դա միֆ է, դա սկզբական պարտին, 300,000 Ադրբեջանը դա սկզբնական պարտին, 1,300,000 ադրբեջանցի հանձնվելու են նոր տարածքներ, անկլավներ անվանելով եւ հայ ազգս լուծ արվելու է օտար երկրներում, լուծ արվելու է։ Եթե մենք այսօր դեմը չառնենք այս իշխանությունների եւ չուզենանք պահպանենք մեր ինքնությունը, մեր հայ լինելը, ապա ցավոք սրտի վերջաբանը լինելու է շատ տխուր։ Բայց եկեք լինենք լավատես եւ համբերատար սպասենք հունիսի 7-ին եւ յուրաքանչյուրս անի իրեն ընտրությունը։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս։ Հույսով եմ կհանդիպենք, սիրելի բարեկամներ, Աստված բոլորիս պահապան, ցտեսություն։